քննարկությունը առաջարկում, հաստատեն որակարգում։ 2026 թվականի բյուջեն փոփոխություն կատարելու մասին։ Ես ներկայացնում եմ ներողություն, ուրեմն փոփոխությունը կապված է վերաբերական կրթություն ունեցող երեխաների մասով պետության կողմից տրամադրված գումարների օգտագործմանը, ինչպես նաև մեր Պաղոստանի ֆոնդից 2.5 միլիոն նպատակահարում է մեր համայնքի բյուջե հետևյալ նպատակների համար 1 միլիոն դրամը բնակելի շենքերի վարկերում նստարանների ձեռքբերման և տեղադրման համար և 1.5 միլիոնը նախատեսում են պայմանագրային բնույթի ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար, այսինքն անձը մասնագիտական ծառայություններ է մատուցում, այս նպատակով ֆինանսավորում կատարել այդ պայմանագրերի համար։ Իսկ ներառական կրթություն ունեցող երեխաների մասով պետությունը գումարը տրամադրել 4.469,950 դրամ։ Փոփոխությունը կապված է դրան։ Հաստատում եք։ Ուրեմն մյուս հարցը վերաբերում է միջնորդի ծախսերի ծրագրի հաստատելուն, բոլորը տուն է չէ ծրագիրը, նայել եք, այնտեղ հատվելվածով ներառածը, մենք ընդհանրապես բոլոր խնդիրներն ենք չէ, կապիտալի ծրագրերի ձևով, բայց ավելի առարկայական ուրեմն ամեն տարի մենք հաստատում ենք տարեկանաշնորհական պլան, ես տարեկանաշնորհական պլանի համաձայն ես առաջնահերթությունների իրականացնում ենք այդ ծրագրերը։ Ծրագրերը ցանկուկ է այդ կնորից Excel ֆայլը շատ մեծ ֆայլ է, հնարավոր չէ որ քամերը պետք է ներկայացնել, online բոլորը ստացել։ Հաստատենք։ Ուրեմն այստեղ մյուս հարցը վերաբերյալը մենք այդ ջրաջետով ծրագիր ենք իրականացրել եւ ուրեմն մեզ նվիրաբերել են վարկախմբի շեֆորային գործիքներ, բնականաբար մեր ծրագիրը ի սկզբանե նպատակահարված է նոր խումբ ստեղծելուն, այդ նպատակում ստեղծելուն եւ նախատեսում ենք այդ նպատակումը ստեղծել բանապատանեկան ստեղծագործական կենտրոն, որովհետեւ ինքն է պրոֆիլի այս բանին համապատասխանում զուտ ավական համաձայնություններ, որ այդ լույսը ուրեմն փոխանցենք ապացուցակների։ Մյուսը երեքնազոր համայնքային հողակից գույք ենք հետվեցնում և տալիս ենք նոր ստեղծված ուրեմն երեքնազորի բարեկարգում առաջապատում համայնքային վճարական կազմակերպությանը։ Երեքնազորի համայնքային տնտեսությունը մի քիչ ու խնդիրներ կա, դատական պրոցեսների մեջ ենք եւ այլն, անստականություն նշել եմ դրա մասին, քանի որ նորից չանրադառնում դրան ստեղծված երեքնազորի բարեկարգում կանաչապատում հողակի որպեսզի իր գործառույթների կանոնական խնդիրները լուծի այդ նպատակով գույքը բնականաբար մենք գույքը, որ ամրացված է նախկին կոնսուլատի հողակին, տալիս ենք նոր ստեղծվածի, որպես ինքը բնականում երաշտապատներ իրականացնում։ Ես մի բան ավելացնում ներողություն ուրեմն բացի այն, որ մենք այս նշված տեխնիկան ենք վերցնել ուղղակից, վերցնում ենք նաև այն մնացորդը, վավերիկը, արհեստամասերը, բոլորը ակտով վերցնել ենք և տրամադրենք երեքնազորի բարեկարգում և կանաչապատում հողակին։ Բոլորը ակտով ակտավորած արդեն կամուտս։ Հինգերորդ հարցը Ես կներկայացնեմ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին Քաղաքացի Ալեքսանդր Բաբայանի պատկանող բարելահողը քաղաքացու դիմումի համաձայն պարզեցված կարգով փոխում են ձկնաբուծական արհեստական վճար կառուցելու նպատակով։ Սա պարզեցված ընթացակարգն է, ասեմ, որ ճարտարապետահատակագծային նախագծի վերաբերյալ բոլոր գերատեսչություններից արդեն ունեն դրական կարծիք, քանի որ ավականու իրավասությունն է իրավերքում փոփոխությունը կատարելու, այդ փոփոխությունը ներկայացնում են քաղաքանուն իստուտուտներում։ Հաստատենք։ Հաստատեցինք, մյուսը ծառերը հատելու շուտուղության մասին է խոսքը, Այվազյանը, այսինքն արդեն ոչինչ Տիգրան ջան, այս բարեկարգման ճանապարհի գործը որ արվում է, ծառայական հանգարում են, բնապահպանության մարդկար ի կարծիքով Մյուսը համակարգային սեփականատվով հողի ծառայողի վկայելու մասին
ներկայացում, շրջորդու համայնքային սեփականության հանրապետությունները կանելու ցանկը ձեռնտա, եթե հարցեր կան, կարող պատասխանել։ Ուրեմն գործընթացը իրականացվել է սահմանված կարգի համաձայն, այսինքն գույքը գնահատվել է, գնահատումից հետո փաթեթը կա հաշվետվություններով, գնահատումից հետո դրվել է հավաքանու լիստի, որպեսզի հավաքանու սահմանի մեկնարկային ուղղությունները։ Նախատեսված է քվեարկային։ Ես մինչև վերջի հարցը անցնել, ես մեկ ուրեմն դիմում կամ ես մոտ քաղաքացի հարկի մասով, ներկայացի մասով կիրառել արտոնություն, բայց զուտ այն բանով օրինակ չունենք կարգ, դրա հետ կապված, օրակարգ ներառված չի, բայց այդ մասով պետք է հաստատանագրենք ու քաղաքացին տարօրինակ պատասխան։ Դրա մասին մասը դե գրել եմ արդը փոշակավորել, մեկ կարգ զիջման, հիմա փաստ են բարձանագրում ու անհետևանք չթողենք, տեց է, արդիվա դիմել, մենք պարտավորենք, դիմի հետ կապված մեր անցիկներ։ Ասիկս իրավասու չենք նկարնել։ Այո, կարգ չունենք դրա հետ։ Եթե իրավասու չենք ուղղակի փաստ ենք արձանագրում, մի քաղաք կարելա, որ հավաքանի քննության կարող։ Քննության արվում փաստ արձանագրում բաներ են, դες է պետք է պատասխանի քաղաքացի։ Եվ վերջի հարցը հերթական նստաշրջանի, հա, դիսկի գումարմանով որոշելու մասին։ Ես ճիշտ ասած այսօր մեր այս հերթական նստաշրջանի վերջին նիստն միացնենք մինչև հուլիսի 10-ը պետք է նստանենք, որպեսզի երամսակային քննարկում բյուջեի կատարել, բացի այդ կլինի երևի ուրիշ հարցեր, բայց հերթական արդեն 10-րդ նստաշրջանը եւ վերջին նստաշրջանը սեպտեմբերի 2-րդ երեշաբթի օրվանից է սկսելու եւ ես գրել եմ հենց 5 ուղղված որ սեպտեմբերի 16, եթե իհարկե համաձայնեք Եղեգնաձորի համայնքապետարան 18-30, եթե փոփոխելու կարիք կա, ասեք, 12-ը շաբաթ է, 10 սեպտեմբերի 10